Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ սիրելի երևանցիներ։ Հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրերին, մենք շարունակում ենք վերականգնել եւ ընդլայնել Երևանի կանաչ տարածքները։ Այսօր շահագործման ենք հանձնում լիովին վերականգնված եւ բարեկարգված Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը։ Ընդամենը 2-3 տարի առաջ այս տարածքը ամբողջովին խարխլված եւ քանդված էր։ Շուրջը ապօրինի սրճարաններ, օբյեկտներ, որոնք բետոնապատել էին կանաչ տարածքները։ Գետնին դեռ խորհրդային միությունից մնացած բետոնե սալեր էին, որոնցով ուղղակի հնարավոր չէր քայլել։ Ռոռոկման համակարգը կարելի է ասել գոյություն չուներ եւ կանաչ ֆոնդը փաստացի վտանգված էր։ Մենք սկսեցինք աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով։ Նախ վերացվեցին այդ ապօրինի շինությունները, քանդվեցին բոլոր բետոնապատ տարածքները եւ կանաչապատվեցին։ Այգու ամբողջ տարածքում անցկացրել ենք լուսավորության եւ ռոռոկման նոր համակարգ։ Անցուղիները բարեկարգել ենք նոր մոտեցմամբ եւ առանձնացրել ենք հեծանվուղին։ Ինչպես նաեւ հատուկ այս այգու համար նախագծել ենք եւ տեղադրել նոր նստարաններ եւ աղբամաններ։ Ծրագրի շրջանակներում մաքրել են գետառի այս հատվածի հունը եւ կառուցել նոր հենապատ։ Իդեպ մենք չենք սահմանափակվել միայն այգու բարեկարգմամբ, այլ այգու տարածքում ստեղծել ենք 2 թեմատիկ պարկ՝ շների զբոսանքի պարկ եւ սկեյթ պարկ։ Ինչ է իրենից ներկայացնում շների զբոսանքի պարկը։ Այս ծրագիրը մենք վաղուց ունենք եւ սկսել ենք արդեն իրագործել։ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում պետք է ունենանք այսպիսի պարկեր։ Սա մի վայր է, որտեղ մեր կենդանասերները, շնասերները պետք է ման տան իրենց շներին, չխանգարելով մնացած քաղաքացիներին, եւ մնացած քաղաքացիները չեն խանգարի իրենց։ Մտնենք ներս։ Այստեղ մարդկանց համար նախատեսված են նստարաններ, շների համար կան հատուկ վարժասարքեր։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստին, որ ծառերը պաշտպանված են ցանցերով եւ ունեն կաթիլային ռոռոկման համակարգ։ Ընդհանուր պարկը բաժանված է 2 մասի։ Այս հատվածը նախատեսված է մեծ շների համար, իսկ այն հատվածը նախատեսված է փոքրիկ շների համար, որպեսզի նրանք իրար չխանգարեն։ Ուզում եմ հատուկ դիմել մեր շնասերներին, կենդանասերներին։ Խնդրանքս այն է, որպեսզի ամեն անգամ հավաքեք ձեր շների ետևից եւ աղբը գցեք այստեղ։ Հատուկ նախատեսված աղբամաններում։ Գնանք սկեյթ պարկ։ Սա Երևանի սկեյթ պարկն է, առաջինը Հայաստանում։ Մենք վաղուց ունենք այս ծրագիրը, որ Երևանում պետք է լինի մի միջավայր, որտեղ կհավաքվեն երիտասարդները, կշփվեն միմյանց հետ եւ զուգահեռաբար կզբաղվեն սպորտով։ Եվ սկեյթ պարկը դրա լավագույն լուծումն էր։ Ընդհանուր պարկը համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին, օգտագործվել են ամենաբարձրակարգ նյութերը։ Այստեղ աճից դուք կարող եք տեսնել ամֆիթատրոն հանդիսատեսի համար, գործում է բուժկետ, կա սանհանգույց եւ եթե ուշադրություն դարձնեք, այստեղ տեղադրված են արևային պանելներ, որոնք եւ ապահովում են ամբողջ սկեյթ պարկի լուսավորությունը։ Այս ամենը իրագործվել է Երևան համայնքի գումարներով, ինչպես նաեւ բարերարների աջակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայություններին, ովքեր մասնակից են եղել այս ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել մեր բարերարներին։ Այգու կահավորման համար երևանցի գործարար Գագիկ Ալեքսանյանին, շների զբոսանքի այգու համար Սոս Մարտիրոսյանին, որը իդեպ հանդիսանում է Սոչի քաղաքային խորհրդի անդամ, եւ սկեյթ պարկի համար Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատպորյանին։ Շնորհավորում եմ բոլորիս, բարով վայելեք եւ Աստված մեզ պահապան։